Շաբաթ մի անգամ բջնի ենք գալիս։ Բարև ձեզ, Ժորժ, ես ճիշտ եմ հիշում, այս ճանապարհը գրունտ է, թե հինասպատ է։ Գրունտավոյ ճանապարհ էր ու եկանք եւ ստեղ հիմա ստացել ենք մի հատ ճանապարհը ցույց տվել։ Հեսա կգնանք ու ես շատ կարևոր եմ համարում, որ մենք Տիկին Անդրեասյան բջնի ամրոցը մեր շատ կարևոր հուշարձաններից է եւ պահպանվածության աստիճանով պարիսպների եւ առանձնահատուկ նշանակություն ունի։ Ուզում եմ, որ մարդիկ տեսնեն, հաղորդակցվեն։ Եվ սա այն դեպքերից է, սիրելի բարեկամներ, երբ որ այստեղ երևում է մեր քաղաքականությունը, մեր ազգային պետական արժեքների պահպանման եւ հանրահռչակման տեսակետից։ Իհարկե, մյուս կողմից ես ցույց տվի Պարիսպի հետ կապված Պարիսպի տեսանելիությունը բարձրացնելու համար ինչ են կարել, բայց հիմա էլ ճանապարհը ցույց տվեք։ Հա, տեսա, մոդուլային կենտրոնն էլ տեսա։ Հա, դեռ հələ պատրաստ չի։ Բարև ձեզ, Ժորժ ջան։ Շնորհավոր ձեր ճանապարհը։ Այդ բջնի, որ ասում ենք ամրոց, բայց իրական դեռ տան ճամփեն ենք սարքել։ Դե կառավարության նիստերում էլ շատ ենք խոսել այս թեմաների մասին, եւ Պարիսպի մասին, եւ ճանապարհի մասին, մի հատ բարև եմ մարդկանց։ Շնորհավոր ձեր ճանապարհը։ Հիմի հանգիստ բարձանում եք միջև բակ բարձանում եք, ճիշտ է հանգիստ։ Ստեղ պետք է իրականում բոլոր պայմանները կան, որ մեծ զբոսաշրջային հոսքեր։ Ես ներքև ասեցի, նաև Արագյուղից այդ ճանապարհը տեսակ ինչ լավ ճանապարհ է ստացվել։ Դե այնտեղ փոքր կտորներ կան, այդ ենթադրում եմ կսարքվի։ Այդքանը մենակ գյուղի խաչմերուկն էր փաստորեն մի 500 քառակուսի մետր տեղ էր մնացել։ Հա կենտրոնն էլ հələ պատրաստ չի, հա։ Բջնին բոլոր հիմքեր ունի, իհարկե եկեղեցու պատմությունը հիշում եք, որ եկեղեցու պատն էլ էլի վերականգնման համար բյուջեից միջոցներ հատկացրեցինք ու բոլոր հիմքերը կան, որ բջնին մեր զբոսաշրջային խոշոր կենտրոններից մեկը դառնա, որովհետև ինքը պատմական խոշոր կենտրոն է։ Դե պատրաստ չէ, թող պարզ է։ Որ այն ժամանակ եկած պատեսակ, որ ասում եք անենք ես ամեն ինչ, ասում եք չէ, դժվար անեք, ասում եք էլի հիմի։ Ես գիտեմ ով է ասում որ հումոր եմ անում։ Շատ լավ է ստացվել։ Որ շենքը։ Մոդուլային ինչի՞ս է պետք, ամրոց եմ ուզում մտնել։ Մոդուլային որտե ասես կա։ Իսկ ամրոց ոչ բոլոր տեղերը կա։ Բարև ձեզ։ Բջնի եկեղեցին նա է։ Բջնի եկեղեցին, որի պատը էլի բյուջեի միջով, հələ մի հատ նայեք էլի բնությունը։ Հա, հիշում եմ, այս հենց Պարիսպը, հələ մի հատ այս հենց Պարիսպը ցույց տու։ Արման դու էլ նկար էլի Պարիսպը։ Ամառը աշակերտները շատ են գալի եկեղեցի ամրոց կապի միջոցով, եթե հնարավոր այստեղ սալապատվի այդ վատ ճանապարհը։ Գիտեմ, դե աստիճանների խնդիր կա, այն ժամանակ էլ աշակերտների հետ իջանք։ Բան։ Եկեղեցի իջանք, հա։ Դե մի օր էլ մթին կգանք։ Ամրոցի մասին ինչ 1-2 պահլավունիների ամրոց էր ինքը, բայց պահլավունիների բանն է։
Վասակորում պահլավունի, հետո Գրիգոր մագիստրոս պահլավունի, որի ժամանակ կառուցել է եկեղեցին, Սուրբ Աստվածածին։ Պահլավունիները հետո միջուղը գնաց բան, չէ՞, Կիլիկիա գնաց պահլավունիների մի ճյուղը։ Մի րոպե, ստեղ որտեղ ենք իջնում դեպի Պարիս։ Ներքև իջնենք։ Հա։ Բա գնանք Պարիսպի մոտ։ Որ։ Պարիսպի վրա թե ներքև ենք իջնում։ Դե այն բանն էլ կա, բայց մեջով կարանք իջնենք։ Դուք իջել եք։ Հա, բա եթե իջել եմ, խիչ։ Ինչի սենց շորերը կարողա բանել լինի։ Դե սենց իջնենք էլի։ Դե ընդդեից բան չի երևալու, գնանք ընդ որ Պարիս պա երևա։ Չէ, ընդեղ չի երևալու վիզուալ, ներքևից պետք է նայենք։ Բայց հիմա ստեղ մեր մեջ ասենք ցանկապատը ինչ իմաստ ունի։ Ստեղ չի։ Ես ցանկապատը ստեղից այ բանը ցույց տվեք, էլի Պարիսպը, ինձ մի ցույց տու, Պարիսպը ցույց տու։ Հələ նայեք ժողովուրդ, բայց մի քանի հատ ծառը ինչի չենք կտրել։ Վայ տնաշեններ։ Ասենք, բայց խնդիրը դրված էր Պարիսպը բան անել, չէ, տեսադաշտը լրիվ ազատել։ Հիմա եկանք այդ բանի լավ, էս էլ մնա տոներից հետո տրամաբանությունից դուրս չենք գալիս, էլի։ Այս երկու ծառն եկը կտրեք։ Պարոն մարզպետ, այս երկու ծառի հարցն էլ լուծեք։ Այն տակից նոր տնկած ծառերի հարցն էլ լուծեք, որ այս են չեղավ, այս աճելու է 3 տարի հետո դառնալու անույն պատմությունը։ Ժողովուրդ մի բան անելիս պետք է ամբողջական անել, էլ այս կիսատության տրամաբանությունից Հələ նայեք ինչ Պարիսպներ են, հələ նայեք, սենց ես պահպանվածության շատ չկա, մեկ է լորի բերթն է երևի, ամբերթը այդքան, ամբերթը մաշտաբը ավելի փոքր է, սմբատաբերթին է ես աստիճանի պահպանված չի, Բաղաբերթը ես աստիճանի պահպանված չի, բերդքունքը ես աստիճանի պահպանված չի, հələ նայեք, հələ ներքևից վերև, էլի, ներքևից վերև, որ ամբողջական, անպայման եկեք ժողովուրդ, անպայման եկեք բջնի ամրոցը տեսեք, բջնիում էլ մարդիկ եկեղեցին, շատ էլի, ինչքան է եկեղեցուին, որ թվին, 1031, էլի 1000-ամյա, բարև ձեզ մայրիկ ջան, ձեր ծառերի հետ ենք կռիվ անում, դե բայց այն հները կտրել եք, նորերը տնգել եք, ես էլի աճելու է փակի Պարիսպը, ախր բերեք ձեր տունը լավ գնով առնենք, չեք վաճառում, Պարիսպին տանք, էլի, ամրոցին տանք,
Տեսեք, օրինակ խի ասա ստեղ, հարգելի բարեկամներ, օրինակ ինչի ասա ստեղ, Դա չեք կարող երկու գործել, որ ինչի աստեղ, էսա շինախ բան եւ այլն, է չի լինի սենց, մենք շնորհակալ ենք, հիմա ուզում ենք ընտանիքը առաջարկում ենք ավելի ճիշտ, ավելի լավ տեղափոխվի ապրելու, լավ գին վճարենք, բարև ձեզ, բարև ձեզ, այն օրը չգիտեմ ձեր ամուսիններ թե ձեր որդիներ, հələ մի հատ ստեղ ցույց տու էլի, հիմա հա ծառը խանգարում է, բոլոր ծառերն են ախր խանգարում, սենց հուշարձան Հայաստանում հասկանում եք շատ չկա, եզակի հուշարձան, սենց, տար, դուք էլ նկարեք էլի Արման ես բանը, ու շարունակությունն է, միջև վերջ տար, այսինքն հիմա ընդեղ բանը ում սեփականությունն է օրինակ այդ տարածքը հողը դե բա սենց ոնց կլինի ժողովուրդ ջան 20 թվականին 10 ես գնացի կադաստր որ նոր եկել ստեղ անեցի տալիս է կադաստր Պարսպից 0.6 մետր այսինքն 60 սանտիմետր մինչև 9 մետրը համայնքային հողը 60 սանտիմետր հիմա համայնքայինն է ես այդպես կադաստրից եմ թող վերցրել Իմ համար որ երկրստի Չենք լուծե խնդիրը պարոն Մարսպետ էլի կիսատ պռատ Դավիթ հələ ցույց տու էլի բանը ցույց տու պարիսպները ցույց տու Այս խողովակները էս ինչ են Դե սա հուշարձանի վիճակ չի հարգելի գործընկերներ Ուրեմն սա մի բան են գտել փլված հելը գտել են որ սենյակները նոր բան են գտել բայց հələ հնագետ Դե ստեղ նորմալ ընդեղ ժայռերի տակ Նորմալ բան արվի, պեղումներ արվի, ստեղ ենքան բան կգտնի, ստեղից էր չէ, որ մուտք կար։ Այն որ դուք իջեք միջև ստեղ։ Սենց հուշարձան մենք շատ չունենք, սա վերաբերմունք չի, հարգելի գործընկերներ։ Ամենայն հարգանքով, բայց Գնանք Հա եղբայր Չենք կարում էլի պայմանավորվենք Էլի պայմանավորենք պրտել ենք Ավելի շատ պայմանավորվենք Ավելի շատ Եղբայր մտածեք խնդրում եմ Ասեք լսում եմ Խնդրում եմ մտածեք էլի եկեք մի լուծում գտնենք Սա եզակի հուշարձանը հասկանում եք եզակի Պետ Շնորհակալ ենք էլի, դրա համար ասում ենք ինչքան պետք է վճարենք, ձեր տունը որն է, այդ իրանց հիմնական տունն է, երևում են, արևայինները որ դրած ես, հա բայց այս հատվածը գոնե էլի, մի տանը բան չասենք, Պարոն վարչապետ, էսի տուրիստական վայր ենք սարքի, մակի ծրագրով ենք արել Ես սենց ասեմ, սաղ կյանքնես մենք ստե տեր ենք կանգ, ես պատերը մենք ենք շարել, եսի մենք առան շահախնդիր, այսեն տեսակ ճանապարհը սարքել ենք, որ տուրիստներ իջնեն ման գնան շնորհակալ ենք եղբայր, բայց հիմա արդեն այս ամեն ինչը հասկանում եք հուշարձանի խանգարում է, բայց ասենք մենք ոչ մի բանի այսքան ժամանակ, արգելք չենք հանդիսացել Արգելքի մասին չի, ընդհանուր տեսքի մասին է, հələ որ ինձ հարցնեք այն շենքը ինչ է, այն մեծը Բան վարչապետ ինքը նախինում ծառայելա որպես բան, առևտրիկ են, խորհրդային միության ժամանակ Որ ինձ հարցնեք, այ գերակաշահով այդ շենքները կվերցնենք ու կապամոնտաժենք, որովհետև տեսադաշտին խանգարում է։ Այսինքն ամբողջը պետք է քաղաքաշինությունը ամբողջ պետք է կառուցվի, համայնքը պետք է կառուցվի այս բանի ամրոցի շուրջ։ Այսինքն սա միլիոններ է, որ համայնքին պետք է բերի, բոլորին, այսինքն սա համայնքի բարեկեցության Եվ հարստության արգասիքն է, խնդրում եմ էլի մտածեք մի հատ լուծում եկեք գտնենք, շատ եմ խնդրում։ Մեր լուծումը այնա որ մեր տունտեղը մնա մեզ։ Դե ձեր տունտեղը կմնա, ձեր տունտեղը չի խանգարում։ Այս ներքևի հատվածը։
Ոչ մեկին չենք Եղբայր, մենք ձեզ մեղադրանք չունենք։ Մենք ձեզ ոչ մի բացի խնդրանքից։ Մենք էլ ենք ձեզի խնդրում 200 տարի մենք այստեղ ապրել ենք։ Մենք ձեզ ոչ մի բանում չենք մեղադրում, քավլիցի, մենք շնորհակալ ենք ձեզ։ Ուղղակի, ասենք գերակաշան անեք, ինչքան պետք է, ասենք մենք ճանապարհը տրամադրենք, ու մարդիկ այդքան գա տուրիստներ մանգան։ Համագործակցեք նախարարության հետ, պարոն վարչապետ։ Համագործակցությունը միշտ լավ բան է, միշտ։ Համագործակցության շատ լավ։ Այս պարիսպի վերել ամեն մի քար պարանը ինձ վերելից կապել են, իջել եմ ես հանել եմ, համարակալ եմ, նորից հետ ենք դրել տեղը։ Հա, բայց պետությունն է վերականգնի, հո դուք չեք վերականգնի։ Եղբայր, մենք ձեզ շնորհակալ ենք, ձեր ազգանունը ինչ անում։ Պարոն Խաչատրյան, մենք ձեզ շնորհակալ ենք, մենք ձեզ մեղադրանք չունենք, մենք ձեզ պրետենզիա չունենք ընդհանրապես։ Գերակաշան հանեք, իրար հետ Չէ, չենք կարող հանենք, որովհետև մենք ձեզ չենք նեղացնի ոչ մի բանով, բայց պետքա սա հասկանում եք մեր պատմության, մեր պետական ազգային արժեք է, սա տեսադաշտն է փակվում, եղբայր։ Բա ինչ անում։ Ես ներքևից նայելիս փակում է, այս ծառերն էլ են փակում։ Շատ լավ, կխոսենք, հանգիստ կքննարկենք, կտենանք, որտեղ կարանք համագործակցենք, ինչ անենք, որ լավ տրամադրությունով լինենք բոլորս էլ, ոչ մեկ չնեղանա։ Ես եմ շնորհակալ։ Ես Ստեղ։ Այս դեր սեփականությունն է։ Հա։ Շատ լավ։ Դե կնայենք։ առանց որևէ մի հատ բան։ Չէ, առանց որևէ չի։ Եթե ձեր սեփականությունից պետք է լինի, պետք է վճարենք ու նորմալ գնով վճարենք։ Հարցը այդտեղ քննարկման թեմա չկա, ոնց կարա ձեր։ Ասենք մեծ ոչ մի բան պետք չի, բայց թող մենք առանցքում մնանք։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Այս հենց է բջնի ամրոցը, մոտավորապես 1000 տարվա պատմությունով, բայց իհարկե հուշարձանի վիճակը լավարկելու շատ մեծ ճանապարհ ունենք, բայց այս պահի դրությամբ առնվազն հասանելիության հարցը հիմնականում լուծված է, մնացած հատվածն էլ ընթացած կլուծենք։ Ամեն լավ էկոտուրիզմի և ակտիվ տուրիզմի հլստեի ժայռն էլ ցույց տուր, Դավիթ, բնական ամրությունը, այսինքն ամրոցը տեղ ընտրելիս նախանձախնդրությամբ ընտրել են։ Հիմա գնանք ճանապարհն էլ ավելի մանրամասն տեսնենք, որպեսզի նաև մարդիկ պատկերացում կազմեն, թե ինչ ենք ստացել։ Նու իհարկե ինչքան է բուն ամրոցի տարածքը, պարոն տնօրեն։ 2 հեկտարի վրա նայելու շատ բան կա, այնտեղ գաղտնուղի կա, բայց այսօր այդքան բան չենք անի։ Հիմա գնանք։ Եթե բավականին ենթակառուցվածքն կա մեջ, եթե բացվի, շատ ավելի Շատ լավ, դե դա արդեն գիտնականների գործն է, համոզված եմ կանեն իրենք իրենց գործը։
մեքենաները թող չշարժվեն։ Այ հիմի ստեղից կենտրոնանում ենք ճանապարհի վրա, նշաններն ենք ցույց տալիս։ Այստեղ ձեզ հրաժեշտ տանք։ Ստեսություն դե շնորհակալություն։ Բարև ձեզ։ Դուք եք արեգորտը։ Հա։ Բարև ձեզ։ Սենց քայլելով իջնենք ճանապարհը ցույց տանք էլի, որտեղ շատ սիրուն ճանապարհ է ստացվել։ Ու այս ամեն ինչը արվել է բջնի ամրոցի համար եւ բջնի ամրոցի եւ արվում է, նախագիծը կշարունակվի, այս բանն էլ կենտրոնն է ցույց տուր, դեռ պատրաստ չի, բայց հասցին միջև Էսա Տիկին Անդրեասյան, ինչքան ժամանակում պատրաստ կլինի սա։ Ну մի ամիս, 2 ամիս, հա մաքսիմում։ Ներսի կահավորման բայց դեռ մակրումից գծանշումը արդեն վնասվել է։ Բարձր տեղ է, տեխնիկան քերող տեխնիկայով։ Դե պետք է մտածենք, էլի։ Այդ տեսեք, սենց այս ինչ է կոչվում, պարոն Խուդացյան։ Կողային արխելապատնեշներով։ Կառուցվել ցանկապատ, հենապատ։ Ահա։ Իսկ ընդհանուր նախորդ տարի Կոտայքի մարզում 47 կիլոմետր ճանապարհային դեպարտամենտով են ասֆալտապատում արել 5.5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով 60 կիլոմետրից ավել է սուբվենցիա։ Մի եկեղեցի էլ են կողմում կա։ Ամենափոքր գմբեթավոր եկեղեցին է հայաստանի եկեղեցիների։ Հա։ Անունը Սուրբ Սարգիս եկեղեցի։ Իսկ հիմնական եկեղեցուն գյուղի ոնց է անունը Սուրբ Մարիամ Աստվածածի։ Այս կողնակները հենապատը ցույց տվեք, ցանկապատերը ցույց տվեք։ Տիկին Անդրեասյան, ասիկ պատմամշակութային հուշարձանների համար ինչքան ենք, բյուջեն ինչքան է ավելացել, 18 թվի հիշում եք թիվը, թե չէ։ Տոկոսը շատ մեծ է, ավելի քան 500%-ով են ավելացել, նախորդ տարի 1.3 միլիարդ դրամ է հարկացվել եւ ընդհանուր առմամբ 18-ից սկսած ավելի քան 3 միլիարդ դրամ հարկացվել է շարժարների վերականգնման։ Հենապատը, ցանկապատը ցույց տվեք։ Այսինքն միջավայրի փոփոխությունը շատ կարևոր է։ Լավ, այլի թաղամասի ճանապարհել եղավ։ Չէ՞։ Նշանները, գծանշումը։ Հա, մենք այդ անգամ որ եկել ենք, այդ երևի որ թիվներ, 22 թիվներ երևի։ Հա ջիպով հազիվ էինք բարձանում։ Իսկ հիմա լավ քշողը հեծանիվով էլ կբարձանա։ Քայլելու շատ հաճելի։ Ստեղի հենապատն ու ցանկապատն էլ լավ է։ Ձախ կողմինն էլ ու հիմա մենք ամբերթը վերակառուցում ենք, տեսեք, լորի բերդում է շատ լայնածավալ աշխատանքներ է իրականացվել, հալավ բերդկունքը Սյունիքինը բաղաբերդներ, բաղաբերդը պեղումները և վերականգնումը լորու մարզի կայան բերդի քայլուղին Այնտեղ հրաշալի հետիոտնային քայլուղի է։ ոնց որ Նիդերլանդների դեսպանատան հետ համատեղ մենք դա արեցինք
Ստեղի հենապատերն է, Հիմա նաև Արուճի ամրոցն են տեղումներ իրականացվում։ Արուճի ամրոցը, այո։ Նո Արուճի Իջևանատունն էլ շատ կարևոր հուշարձանա։ Բանը Հորս գյուղի Օրբելյանների էլի շատ կարևոր։ Բարև ձեզ, շնորհավոր ձեր ճանապարհը։ Լավ է, հանգիստ գնում գալիս եք։ Համեմատ շատ լավ է։ Լավ է։ Շնորհակալ ենք ինձ Ես եմ պատմի շնորհակալ։ համար։ Լավ է։ Այս հողի դիմաց որ ստեց պատրնել շատ լավ է։ Չէ, այստեղ արդեն քար է, դրա համար չենք արել։ Բա որովհետև քարն էլ է, չէ, բնական հա, բայց որոշակի բան ունի։ Կնայենք հետագա, բայց հենա բան ունի։ Թափվել է, էլի հողային շերտ կա, որը թափվել է։ Բան կանի, կֆիքսվի, հա։ Հիմնականում քար է, հողի շերտը շատ բարակ է։ Դե բա կարևոր է։ Ճանապարհը մի հատ էլ ցույց տվեք, հետո նշանները, բոլոր ճանապարհային նշանը, մայթը, ջրահեռացումը, որը շատ կարևոր է։ Այս բաները, այս որ կա, այսինքն սրանք ջրահեռացման համակարգ են, որ ջուրը գալցվի, բայց այդտեղ ճիշտ է ասում, ինչ որ մի հատ պետք է հասկանալ ինչ են կանում։ Ահա, իսկ վերևում արդեն բջնի ամրոցն է։ Շատ լավ, դե թող մոտենան մեքենաները շարժենք։ Ճանապարհային նշաններն էլ բոլորը դրած է։ Եվ այդպես շարունակ։ Շատ լավ, թող գան մեքենաս։ Elek